Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրանում նոր բռնկումներ են։ Երբ տարածաշրջանը լարվում է, վտանգը սահմաններով չի սահմանափակվում, այն Հայաստան է հասնում 3 հիմնական ալիքով։ Առաջինը լոգիստիկ, սահմանային խստացումներ, ապահովագրության ու փոխադրաբարձերի թանկացում, նույն բեռը Հայաստան է հասնում ավելի ուշ եւ ավելի բարձր գնով։ Երկրորդը էներգետիկ ու գնաճային, ցանկացած ցնցում անմիջապես թանկացնում է վառելիքը, տրանսպորտը եւ դրա հետևանքով պարենը։ Երրորդն իհարկե անվտանգայինն է, երբ մեծ տերությունների ուշադրությունը զբաղված է այլ ճգնաժամերով, սադրանքի գինը նվազում է, ավելի հեշտ է փորձարկել սահմանային իրավիճակը եւ ուժի կիրառմամբ ճնշում գործադրել։ Ու հենց այս պահին Միացյալ Նահանգները հայտարարում է միջազգային կառույցներից եւ պայմանագրերից զանգվածային կերպով դուրս գալու մասին, փաստացի թույլատնելով այն համակարգը, որը Հայաստանի նման կոմպակտ երկրներին տալիս էր գոնե նվազագույն իրավունքների պաշտպանություն։ Սա նշանակում է մեկ բան. անվտանգության վակուում է բացվում եւ աշխարհը ավելի արագ է վերադառնում ուժի հաշվարկին, խաղաղություն ուժի միջոցով տրամաբանությանը։ Այս պայմաններում Հայաստանին պետք է սառնասրտություն եւ ամենակարևորը գործնականություն։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրերը մեր կարճաժամկետ անվտանգության համար դառնում են ավելի կենսական, ուղղակի հենման կետ, մինչև նոր աշխարհակարգը վերջնականապես կգծագրվի։ Ոչ թե որովհետև օգոստոսի 8-ը ամենալավ լուծումն է, այլ որովհետև այն այսօր նվազագույն հնարավորն է, որը գործելու հնարավորություն է տալիս։ Միացյալ Նահանգների հետ ուղիղ քաղաքական կապ, բազմաթիվ ուղղություններով անվտանգության շուրջ համակարգված համագործակցության շրջանակ եւ հավելյալ դիվանագիտական կշիռ ճնշումները զսպելու համար։ Հայաստանի խնդիրն է օգոստոսի 8-ի խաղաղության գործարքը թղթից տեղափոխել իրականություն, արագ գործարկել, ամրացնել ինստիտուտներով եւ զուգահեռաբար բարձրացնել բանակի որակը, պատրաստվածություն, հետախուզություն, օդային պաշտպանություն եւ կարգապահ կառավարում։ Հիշենք, խաղաղությունը թղթով, պայմանագրով, ստորագրությամբ չի լինում, խաղաղությունը պետության մկանն է, բանակ, դիվանագիտություն, տնտեսություն։ Եթե խաղաղությունը չունի ուժ, այն դատապարտված է։